Սուրբ Հակոբ հավանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է։ Քոլատակ գյուղից մոտ 1,5 կիլոմետր հյուսիս ճանապարհը հասնում է մի անտառոտ լեռնաբասկի, որտեղ վանական համալիր է՝ Մեծ Արանից Սուրբ Հակոբը։ Այսպես է կոչվում, որովհետև պատմականորեն Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Արան գավառում է կառուցվել։ Այստեղ է եղել համաքրիստոնեական Սուրբ Հակոբ Մզբնա հայրապետի մասունքը։ Ավանդության համաձայն այս սրբին է շնորհվել Նոյան Տապանի փայտից մի կտոր, որն այժմ թանկագին մասնատուփով պահվում է հայոց հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Սրբավայրը հիմնադրվել է վաղ միջնադարում։ Հետագա դարերում Արցախի հայ իշխանները վերակառուցել են այն։ 13-րդ դարում Հակոբ հավանքն արդեն վանական մեծ համալիր էր։ Պահպանվել է մի արձանագրություն, որն ինքնին խոսում է վանքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի մասին։ Արձանագրությունը 1212 թվականի է։ Հեղինակը Խաչենի իշխանության մեծ տիկինը։ Ես խորիշահս Խաչենի տեր Վախթանգի կինը, մեծ Սարգսի դուստրը, քույրը Զաքարեի և Իվանի, վերստին կառուցեցի Մեծ Իրանի եկեղեցին ի փրկություն իմ հոգու, ի բարեխոսություն իմ զավակների, ի հիշատակ իմ ծնողների, Վախթանգին և ինձ աղոթքով հիշեք։ Արձանագրությունը արևմտյան եկեղեցու սրահի մուտքի վերնամասում է։ Ընդհուպ մինչև 18-րդ դար վանքը շարունակ վերակառուցվել է։ Մուտքերից մեկի բարավորի վրա կարդում ենք, որ 1725 թվականին Սարգիս վարդապետը կառուցել է սրահը և 2 սենյակ իր և ծնողների հիշատակի համար։ Վերակառուցումների ընթացքում նախկին շինությունների քարերը հաճախ տեղափոխվել և օգտագործվել են։ Բազմաթիվ նորոգումների մասին խոսում է նաև քարանյութերի տարբերությունը։ Իսկ կառույցների տարբեր հատվածներում պահպանված արձանագրությունները վկայում են տարբեր դարերում տարբեր առիթներով եկեղեցականների, իշխանների ու նրանց որդիների վանքին նվիրած նորանոր շինությունների ու հողերի մասին։ Վանքի շինությունները կամ գերեզմանները անարգողներին կառուցողները արձանագրություններում հաճախ նզովում են։ Խափանողը հիշատակ չունենա ողջերով ու մեռելներով հանդերձ։ 13-րդ դարում Հակոբ հավանքը հայոց արևելից կողմերի Արցախի և Ուտիքի նշանավոր ուխտատեղի է եղել և աթորանիստ։ Տապանակարերի արձանագրությունները փաստում են, որ այստեղ 3 կաթողիկոս է թաղված՝ Հովհաննես, Սիմեոն, Արիստակես։ Հայ եկեղեցու ավանդույթի համաձայն բարձրաստիճան հոգևորականների ու իշխանների թաղումները կատարվում են եկեղեցուն կից գավթում։ Նրանց տապանակարերի վրայով է քայլում հավատացյալ ժողովուրդը։ Դա է պատճառը, որ գավիթներում շատ տապանակարերի արձանագրություններ մաշված են։ Հակոբ հավանքում է գտնվել խաչքարի, որպես առանձին կանգնեցված պաշտամունքային կոթողի մասին առաջին փաստացի հիշատակությունը։ Պահպանվել է միայն խաչքարի պատվանդանի քարը։ Արձանագրությունը փաստում է, որ 853 թվականին Սուրբ խաչը Մեծ Արանի Սողոմոն եպիսկոպոսն է կանգնեցրել։ Հետագայում քարն ագուցվել է պատի մեջ որպես շինաքար։ Հետաքրքիր կատարում ունի Հակոբ հավանքում պահպանված խաչախորանի քանդակով այս խաչքարը։ Կանգնեցրել է Սիմեոն կաթողիկոսը 1614 թվականին։ Հակոբ հավանքը 2 միանավ եկեղեցի ունի և 2 գավիթ։ Գավիթ սրահի եռակամար բացվածքը ճարտարապետական յուրատիպ հորինվածք է, որ հանդիպում ենք նաև Դադիվանքի և Տաթևի վանական համալիրներում։ Հակոբ հավանքը հայ հոգևոր, կրթական ու մշակութային կյանքի կենտրոն է եղել։ Համալիրի տարածքում պահպանվել են մատենադարանի, դպրատան, վանականների բուխարիներով տաքացվող խցերի, տնտեսական շինությունների ու պարիսպների հետքեր։ Մեծարանից Սուրբ Հակոբ վանքը հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։ 2020 թվականին համահայկական դրամահավաք էր սկսվել վանքի վերականգնման համար։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին
վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։